Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ կրկին մեկ շաբաթ անց ավանդույթը չխախտելու համար մեր տաղավարում եք։ Պարոն Շիրինյան, կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչությունում առկա փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս, թե 2020 թվականի մինչև 2020 թվականը ինչ է տեղ ունեցել այդ բանակցային գործընթացներում։ Մենք հիշում ենք, որ սա Նիկոլ Փաշինյանի խոստումներից էր, պարտադիր, որ պետք է հրապարակի։ Հիմա ձեր տեսակետը այս ժամանակին է այս փաստաթղթերի ընդհանրապես հրապարակումը ինչով է պայմանավորված եւ կան տարբեր կարծիքներ երկու դաշտերում է կարադառնամ ես նաեւ ընթացիկ ցանկանալով իմանալ նաեւ ձեր տեսակետը ինչու հրապարակվեցին փաստաթղթերը եւ ընդհանրապես ինչ են բանակցում եւ հանրությունը ինչ հետեւություն պետք է անի այս հրապարակային թղթերից։ Հանրությունը պիտի իմանա, որ այստեղ կա երկու հարց։ Կա Հայաստանի Հանրապետություն եւ նրա ազգային շահերի պաշտպանություն, որը ներկայացնում է վարչապետը տվյալ պարագայում, վաղը կարող ուրիշը լինել եւ այլն, այս անձի վրա չկենտրոնանանք, եւ կա գողապետություն, որը եղել է ռսակոց եւ ռսասպասարկու։ Դրա համար էլ ազատ գողացել են, երկիրը թալանել են, ոսկվայց այդ հնարավորությունը տրվել է։ Սրանք իհարկե ուրեմն երկու թևով են եկել։ Մեկը Ելցինյան թևն է, որը դեմոկրատական էր, չագերտավոր, որոշ չափով այո, բայց քայքայվածության դեմոկրատիա էր, դա Կերենսկու դեմոկրատիան չէր կամ ժողովրդավարությունը ցարից հետո։ Ուրեմն որոնց կապավորն էր Գալինա Ստարավոյտովան էր, կապավորն էր Ելցինից Լևոն Տեր-Պետրոսյանն եւ կառավարվում էին։ Իհարկե, բայց մեր խնդրեմ Արցախյան խնդիր օբյեկտիվ էր, եւ մեր ժողովրդի դժգոհությունը օբյեկտիվ էր։ Հիմնես են ներկայացնում, ասում առաջ լավ էր իրար հետ ապրում էինք, առաջ լավ չեք ապրել իրար հետ։ Հիմա հարցերի հետ խեղաթյուրում պետք չի անել։ Ադրբեջանական, թուրքական տարրը, եթե նայում եք տարերի պատմությունով, օրվա պատմությունով, անընդհատ հայությանը կոտորելով դուրս է մղել։ Այդ լավ չի։ Այն ժամանակ են գողություններ եղել, մարդասպանություն, հայերի սպանություն Ստեփանագերդում։ Այդ ոնց է իրար հետ համերաշխավորել, պետք չի ծայրահեղություններ մեջ ընկնել։ Այսինքն հիմա սխալ ուրիշ ձևով։ Հիմա բայց մենք կառավարվել ենք, դա եղել առաջին Լևոն Տեր-Պետրոսյանն իր միջավայրով։ Բայց հայության մեջ դա հասկանալի է եղել չագերտավոր, որտեղ հայությունն ունեցել է իր գիտակցության մեջ հիմնական զանգվածով ռուսական կողմնորոշում, օքեյ են դա եղել, եթե Ելցինն է օգնում, հետո բարձվեց Գրաչովը Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերն է, հետո ես հիմա պարզել եմ, որ ավելի մտերիմ եղել Ադրբեջանի նույն օրերի պաշտպանության նախարարի հետ, այսինքն ռուս ընկեր չունի, հայեր ընկեր են, եւ կողմնորոշում են, Ռուսաստանը չունի հայկական կողմնորոշում, հայերն ունեն ռուսական կողմնորոշում, աղետ է, այստեղից էլ քթի ֆրբռներով ֆռզում են։ Եվ եկել է այն օրը, երբ որ պետք էր, որ Ռուսաստանը այս Արցախյան հարցը որը օբյեկտիվ է հիմքի մեջ, բայց որը ինքը կառավարում է կոնֆլիկտը տարբեր ձևերով, տարբեր մարդկանցով եւ Զորիկ Բալայանի գաղափարախոսությամբ հիմնականում չկացել է, գոյություն չունի, մեջտեղ բերեք այս մարդուն եւ այդ կլանի պարագլուխներին նրանց պիտի բերել, ոչ թե մեզ։ Հիմա ինչն եմ ասում, ես եկել է եւ երբ որ Ռուսաստանին պետք էր որ ներխուժեր Ուկրաինա, թիկունքը պիտի ապահով լիներ եւ Ադրբեջանի հետ հիշեք Մոսկվայում Արցախյան 44 օրյա պատերազմից առաջ Ալիևն ու Պուտինը հանդիպեցին եւ համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին եւ հարձակվեց Ադրբեջանը մեր վրա, այդ նույնն է, ինչ որ 39 թվի օգոստոսի 23-ին ուրեմն Ռիբենտրոպը եւ Մոլոտովը պայմանագիր կնքեցին Լեհաստանի վրա, Հիտլերը հարձակվեց ամսի 1-ին։ Էլ օքեյ, հա, այստեղ էլ վիճելու բան չկա, եթե ով որ ուզում է վիճել, դա հայ չի։ Երկրորդը չեմ ասում, բանով վիրավորելու համար չեմ ասում, ավելի շուտ ասեմ ուղեղ չունի, կամ մեր շահերը չի հասկանում, չի պաշտպանում։ Հիմա այս բանի մեջ եղել են բաներ, բարձ է որ եւ հիմա մենք պետք է
իմանանք ինչն է հարցը, երբ է Արցախյան հարց առաջացել։ Արցախի հարցը առաջացել է 1920 թվականի մայիսին, երբ որ հայ բոլշևիկները, երբ որ Հայաստանի կառավարությունը որոշել էր Արցախել բանակ մտցնել, մեր հանրապետական բանակ, եւ այդ հարցը գոյություն չուներ, որտեղ խնդիր չկար, բայց հայ բոլշևիկները անուններն ասեն Մուսայելյան, Ղարիբջանյան եւ այլն, ապստամբվեցին Մոսկվայի թելադրանքով եւ կառավարությունը այն զորաբանակը, որ նախատեսել էր Արցախը միավորի Հայաստանի Հանրապետության հետ, երբ Ադրբեջանը ըստ էության գոյություն չուներ այդ տարածքներում, հարցը փակի, բայց ինչ եղավ, այն զորաբանակը, որը պիտի այդ հարցը լուծեր, Մոսկվայի հրամանով ընկավ այդ ապստամբություն կոչված խռովությունը ճնշելուն, Սարիղամիշը մերն էր, Կարսը մերն էր, Ալեքսանդրապոլը մերն էր, Նոր Բայազետը մեկն էր, եւ այդ զորաբանակը տեղաբաշխվեց տարբեր ձև ռսակոց հայությանը զսպելու, հասկացնելու, որ եղբայրին չեք անում, սա ձեր պետությունն է, ինչ եք ուզում, եւ այսպես առաջացավ Ղարաբաղի հարց, վիճելի հարց տարավ, 23 թվին գիտեք կավյուրոն որոշեց, արդար ձևով լուծեց, բայց հետո Նազարեթյան մի հատ այսօրվա այս Ղարաբաղյան կլանի այս բարագլուխներ, ես Արցախայություն նկատի չունեմ, նկատի ունեցեք սա, այս Նազարեթյան կոչված մի ողորմելի երկրորդ օրը ամսի 5-ի քվեարկության անցավ Ադրբեջանի մեջ թողնելու որոշմանը, որտեղ 4-ին, երբ արդար քվեարկություն էր եղել, Մոսկվան համաձայն չեղավ, չէ ասեց, սա պետք է տակ, ոչ թե քվեարկություն, դեմոկրատիա եւ այլն, երկրորդ քվեարկությունով տրվեց Նազարեթյանը անցավ եւ առաջացավ Ղարաբաղի հարց, այս տարավ վիճելի հարց, դա Արցախը դուք գիտեք, որ դա դաշտային Արցախ կա, լեռնային Արցախ կա, լեռնային առանձնացվեց, դարձվեց լղիմ, Արանքը ստեղծվեց քրդական ինքնավարություն շրջանը Լաչինի, թե տարօրինակ էր, թե ինչու, որպեսզի Հայաստանից կտրեցին Հայաստանից քրդական շրջանով Գորիսի հատված, որոշ ժամանակ հետո լուծարեցին Լաչինը քրդերով, եւ մենք ընդմիշտ հեռացանք Արցախից, Արցախը հեռացավ եւ Մոսկվան, այդ ռումբը պահեց իրեն, երբ որ պետք էր, պայթեցնում էր, 65 թվին բողոքներ եղան միացրեք, որտեղ Ադրբեջանի հետ հարցեր կան, ճնշման Թուրքիայի եւ այլն։ Նայեցեք 60-ական թվականներին ակտիվացավ, չէ՞ լղիմի հարցը, այն նամակներ, բաներ որ կա։ Դա շրջանն է, որ հայերը գրոհեցին օպերայի վրա եւ իրավունք ստացան ուրեմն ցեղասպանության ակտը նշելու։ Այդ ոչ շրջան, երբ այդ ռուս-թուրքական հարաբերությունները վատացան։ Մեզ առիթ եղավ։ Հա, բայց այստեղ հերոսներ կան, օպերային ապագիներն եք ջարդել, դա գալատ է կարել, օպերայի ապագիները ջարդելուց Հայաստանին է վնաս եղել։ Հետո եւ ազգային հերոսներ դառան, հետո դրանք դառան նաեւ այս պետության հիմնադիրներ էս մարդիկ։ Եվ նայում եք կոնտեքստը, որտեղ առանց կոնտեքստի այդ ժամանակին հարաբերություններ էին ՆԱՏՕ Վարշավայի պայմանագիր, կոնկրետ Թուրքիա ՍՍ վատթարակցած պայմաններ են եւ հրահրեցին հայկական հարցը, ինչպես որ պերեստրոյկայից հետո հրահրվեց Արցախի հարցը, որտեղ կրակը կար էժացերին։ Եվ այսպես եկավ հանգեց 44-օրյա պատերազմի, հանգեց տեղահանության եւ էթնիկական զդման։ Եվ այստեղից են թեզիսը, որ հայ ժողովրդի դարավոր բարեկամ Ռուսաստանը երբեք չի եղել։ Նա եղել է մեկը, որը հայկական մատերիալը օգտագործել է ուրեմն թուրքերի հետ հարաբերության մեջ։ Այսօր էլ ինչու է այսպիսի կատաղությամբ կռիվ մեղում հիբրիդային պատերազմը, չէ Հայաստանի դեմ, կասկած ունեք, ինչու, որտեղ այսօր ինքը ազատ չի կար, Հայաստանում իշխանությունը ազգային պետական է, չի կարողանում օգտագործել Թուրքիայի դեմ, Արցախյան բանից հետո, եւ իր պրոքսիներին հանել լցրել է փողոցներ, սկզբից նայեցեք, մեր ժողովուրդը պետք է իմանա, ով ապստամբեց պետության դեմ, պատերազմում տանուլ տված գլխավոր շտաբը, ես ասում եմ աշխարհում է Քարչյանը, պատերազմով է գլխավորում, պրեմիեր-մինիստրը Չերչիլն է ղեկավարում Անգլիայի պատերազմը, թե բանակի գլխավոր շտաբը,
Պարզ է, եւ այսպես եւ այս ինչ եղավ։ Ուրեմն պատերազմից հետո մեկ էլ հանկարծ պատերազմը տանուլ տված 140 կիլոանոց 7 ամսականանոց գեներալները հրաժարական են պահանջում վարչապետի, այ քեզ բան, այն ծանրագույն վիճակը, տարօրինակ է, չէ, իրենք են պատերազմը տանուլ տվել, իրենց գիտելիքով, իրենց ծառայությունով եւ այլն, հրաժարականի պահանջ։ Մի կերպ հարցը, ինչպես ասում է Արմատահայ մեր բարեկամ ընկերը, լմնցավ։ Հաջորդը ով ապստամբեց, թվերը կարող հաջորդի համար սխալ ասեմ, ուրեմն գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պատկերացնում եք եւ ինչ, հրաժարական, ուրիշ պահանջ չկա, չեն ասում, եկեք քննենք, նստենք, խոսենք, ինչ եղավ։ Այդ են գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն է, որ Սերժի կառավարման են լավ տարիներին Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց նախագահը, որ Հայաստանի նման կներեք բառի համար իրենն է, քոսոտ երկրներ ռազմարդյունաբերություն չեն կարող։ Սա Ղարաբաղյան կլանի տիպիկ ղեկավարներից մեկն է։ Ակադեմիայի նախագահությունից մեկը չեղավ ասել, այս դու ով ես։ Մենք ունենք դարավոր ավանդույթներ, մենք ունենք շիրակացի Դավիթան, այդ ոնց է Հայաստանը քոսոտը, այդ քոսոտը դու ես, եթե գիտությունների ակադեմիան դու ես։ Ձեն հանեցին, հանրությունը հանեց, հանրությունն եղավ, լրատվությունը հիշում եք, մարդիկ ձեր կարգի, մեր կարգի, այսինքն դա հարված էր, հələ պատերազմ չկար բան, բայց հիմա որ նայես, ես չգիտեմ անշուշտ, առաջարկում եմ լրատվության ստուգել։ Ռադիկ Մարտիրոսյան ինչքան ունեցվածք ունի սեփականացրած Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում եւ այլուր։ Եվ ինչքանով է ծառայել իր հայրենի մատաղիսին։ Հա? Ասենք թե չասենք, եւ ինչքանով է ակադեմիայի նախագահությունը, որ այդքան ուրեմն SSS վերակառուցվել եւ ներդրվել։ Ահա սա սովետական հիմնարկ եւս։ Բամբասանք եմ անում։ Վերադառնում ենք մեր ծանրագույն օրերին, մեր պետությունը մազից կախված վիճակում էր Սև լճի օրերին։ Գրեթե չկար, մենք ձեզ հետ միասին ովքեր որ գային, մենք պինդ իշխանություն ենք պահում։ Իշխանության հետ ինչի համար, որովհետև եթե իշխանությունը տապալվում էր, որը մազից էր կախված եւ Ռուսաստանը հրահրում էր, հիշեք, ռուս խաղաղապահ, չգիտեմ ինչ կոչվածները թուրքերին հերթական անգամ Վարդենիսի սարեր էին թողում հայ գեներալների ձեռքով, ջերմուկի դիմաց եւ այլն, հիշեք։ Եվ այս շրջանում մենք էլ ինչ է լինում, որտեղ ինքնին մարդկային տրամաբանություն կա, շատ པարզ, երբ որ բանակը լռում է, բանակը խնդիր ունի, որը չի կարողանում պատերազմել, վերջին հաշվով այդ հարվածը բանակն էր, չէ ստացել իր վրա այն միջինը, այն հայրենասեր գեներալը, իր պարտականություն կատարած զինվորականը կանգախ, այդ շրջանում վիճակ չկա, մենք էլ ես այդ ժամանակ բարձ ասում եմ, եղել եմ անընդհատ Մեղրիից մինչև ուրեմն Սյունիք, իմ ընկերներով, ինչքան մեր ուժը պատել է, որտեղ ժողովուրդը սարսափի մեջ էր նաև, Սև լճի օրեր, եւ ինչ կատարեց, եւ այնտեղ էր նաև մեր ժողովրդի արչև լավագույն ծառայություն կատարած Միացյալ Նահանգների տեսփանուհին Թրեսին, չէ, հիշում եք։ Եվ դուք միշտ ասում եք, նրա մի այո, երախտապարտ է, Սյունիքում քնելու շնորհիվ։ Այո, շնորհիվ։ Գիտեք ինչ է, եղել է վիճակը ռուսները ստեղծել է, որ նա նույնիսկ Սյունիքում չքնի, իր այս ստրուգներով։ Հիշեք նաև այդ քաղաքապետեր, համայնքապետերի ապստամբական վիճակ, ինչ խառնակեր, եւ մեզ համար բարձ էր մի բան, իշխանությունը պիտի պահվի, մնացածը կլուծենք։ Ինչ եղել է, որովհետեւ դա մեր ուժի բանը չէ։ Եվ այդ օրերին ով է հրաժարական տալիս հերթով, արտգործնախարարության ուրեմն ստրուգներով Մոսկովյան, մեր պետությունը բանակ այդ վիճակում, երկիրն այս վիճակում, ուրեմն Ադրբեջանի հետ անհասկանալի վիճակ, երբ հաստատ այն ժամանակ էլ ոչ նոր Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ բաներ էին կատարվում, դրանք էլ չկային, չէր ստացվել։ Եվ ահա Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության գլխամասը հրաժարական է տալիս։ Ժողովուրդը երևի տեղյակ չի, որ
մի քանի ամիս ինչքան, չգիտեմ, լավ թիվը լավ չեմ հիշում, կարող է դիմել ասեն Արադ Միրզոյանից առաջ, այդ նախարարությունը ղեկավարություն չուներ, այսինքն դանակը մեջքին են խփում, երբ որ պետությունը, ժողովուրդը այս Պետության վիճակում է, էին խփում, թե հենց կոնկրետ վարչապետի հետ էր կապված, վարչապետը մեր համարելով, որ պետությունն է, ուրեմն այս հիմա դուք Պուտինին քցեք, ասեք Պուտինին է, կթողեն, գասեն Ռուսաստանն է, ինչ դե այստեղ չէին ասում։ Հիմա նույնն է կապել էր Զելենսկուն, որտեղ վիճակն այնպեսին է, հանեք այսօր Զելենսկուն, Ուկրաինան կոչնչանա, այսինքն այստեղ տրամանական, եւ հարկորձ նախարարությունը հերթականորեն այդ հրաժարական մարդիկ չգիտեին, դողերոց կեր, մարդիկ գիշեր ցերեկ աշխատում էին, ովքեր մնացել էին, ինչպես պետք վիճակը, պետք է արտգործ նախարարությունը, այս մոսկովյան Մգիմոյի շրջանավարտները, Մգիմոյի շրջանավարտներ եւ դրսում Վարդան Օսկանյանի նման պոլիտեխնիկ ստուգված անցած մարդիկ, պոլիտեխնիկում է սովորել, հիշում եք, որ սովետական բուհերը սպյուրքի բաժիններ ունեին, որոնք հատուկ քնչուն էին անցնում, հիշում եք, եւ այսպես, այս մարդ էստեղից, եւ ահա այս վիճակի մեջ, բայց վիճակը կարողացան, որտեղ ինչից, Ռուսաստանը խրվեց Ուկրաինայում, խրվեց ու տնտեսական քայքայման գնաց սանկցիաներ եւ այլն, եւ սրանց չմնաց վիճակ, որ ուղիղ ինտերվենցիա անեն, Կոբիլգինի հիմա կարող եք տնեք Ժաբավենի նման, տեսնեք թե այդ օրերին Կոբիլգինի մոտ ծնկաչոկով էր գնում դեմը պարկում, քանի նախագահ է գնացել դեմը պարկելու եւ նա ում է այցելել, կիմանաք այդ ամենը, գումարում ենք հետո, այսօր ինչ է կատարվում, այդ բոլոր օղակները պայթեցին, մեկ էլ հայտնվեց քաղաքական գործիչ մի հատ եպիսկոպոս, արքեպիսկոպոս, հետագա կաթողիկոս, Գալստանյան, եւ եկեղեցին խառնեցին գործի մեջ, դա էլ վարի գնաց։ Եվ մինչև հիմա այդ խառնելու արդյունքները Հիմա չեն կարողանում ես սա անհատ էր, իբր թե կաթողիկոսը խապար էր, խապարճի օրհնել է, իբր թե իրա օրհնանքից էր կախված, բայց ժողովրդին ասեմ ձեզ, մեր ժողովուրդը գիգանտ է։ Նույնիսկ Արցախահայությունն է գիգանտ, որ հույս ունեին, որ այստեղ Արցախահայությունը կգա իրենց համար կապստամբի։ Հիմնականի մասին է խոսքը, են մենք աղբը չենք ասում, ովքեր Արցախը հանձնել են եւ այստեղ բարձվում է, այդ հանձնողները բոլորը շքեղ բնակարաններ ունեն, տարիներ առաջ նախապատրաստել են իրենց փախուստը։ Եվ բանակցությունները իշխանությունը ասում է չեն եղել Ղարաբաղի անկախության Ահա, համար։ հիմա տեսեք ինչն է, կոնտեքստը նայենք, եւ հետո մեկ էլ տեսնում ենք Գալստանյանը վարի գնաց, կաթողիկոսը հայտնվում է հանկարծ Գագիկ Ծառուկյանը ձեռը բռնած տանում է Մինսկ Պապայի մոտ, գնում է այնտեղ թե եկեղեցի բացել եւ այլն, հարցը տվել եմ ինքը պիտի պատասխանի։ Կաթողիկոսը պիտի պատասխանի, նաեւ Ծառուկյան Գագիկը, եթե իմանա, գիտի։ Մեր անվտանգության ուժերը պիտի բացատրեն։ Հանդիպել է ռուսական գաղտնի ծառայության գեներալների գնդապետների հետ, կաթողիկոս կոչվածը։ Լուկաշենկոյի հետ հանդիպել է թե չէ, հրանգավորվել է թե չէ։ Այս գիտեմ ես հարցի լուծման ձևը որն է։ Հա ժողովուրդը դիմում է Լուկաշենկոյի տղային, այն մի հատ բոյար ունի։ Ասում ինչ կլինի, ես կաթողիկոսին ասած չեն կթողի գնա։ Վեհան 3 վայրկյան կթռնեն։ Այսինքն այդտեղից է կարգավորվում։ Ես ո՞ս է, բա ինչի է գնում։ Դուք տեսել եք, լսել եք կաթողիկոսը այն շրջաններ, որոնք սովետական տարիներին նաև աթեիզմով էին ուժեղ։ Կան շրջաններ։ Միտեղ գնացած ունի, դուք տեսել եք։ Մի օր Լոս Անջելեսում է, մի օր Մինսկում է, մեկ էլ Մոսկվայում է։ Ինքը իր երկրում երևի վանք եկեղեցի գնացել է, ձեզ ասեմ, Հարիջա վանքը, որտեղ իր ամառային հանգստավայրերից մեկն է։ Հարցրել եմ, քանի տարի է կաթողիկոս այստեղ չի եղել, ոչ մեկը չհիշեց երբ է եղել։ Շքեղ եկեղեցի է, իմիջալոց առաջարկում եմ այդ եկեղեցին գնալ եւ վայելել այդ ամենը, ահա այսպես, եւ ահա հանկարծ հայտնվում է եկեղեցին իր կաթողիկոսով եւ այս սրբապղծությունով, բոլորն ապացուցում են, որ կուսակալությունը պարտադիր չի, բաբոր պարտադիր չի, այդ ոնց ասեմ, այս դեկամերոնյան սերունդը, բա ինչի է գրվել, հանեիք, ես նույնիսկ Երուսաղեմում աշխատած տարին հարցրել եմ, եղբայր, այս կուսակալությունը ինչու համար եք
պահում, ավանդական ենք, ասում եմ, բայց ավանդական եք, բոլորը Երուսաղեմ եք գնում ման գալու, օրը մեկ, հիմա կամ հանեք պարզություն մտցրեք, կամ էլ ենթարկվեք դրան, հիմա ապացուցում է, դե ինչ է գրեն մեկ ինչ ասում է, բա որ ես այսպիսի ցուլ եմ, arczepiskopos եղած ժամանակս, բա որ բան լինեմ, բա որ լուծարվեմ ինչպիսի ցուլ կլնեմ, ասեմ այն ժամանակ, որևէ մեկի ամուսինը գտա գլուխդ կջարդի, եղբայրը, այդ դուք շարգում եք այդ վիճակը, հիմա անցնենք առաջ եւ ահա Մոսկվան գտավ, տեսավ էլ բան չի մնացել, ահա այս հակապետական բանը խումբը, որ ձևավորել է բանում, եկեղեցու գլխամասում, եւ դա անհայտ տեսեք ինչ կա, անհայտ ծագում ունի մեզ համար, ինչ է լինում, ընտրություն է լինում, հետո ընտրվում է կաթողիկոս եւ սպարապետը միջամտում է, ասում են, եթե չէ թող խելքում տան, Վազգեն Սարգսյանն անցկացնում է իր մարդուն, ով է Վազգեն Սարգսյան, ինչու պիտի միջամտեր, եկեղեցին դարերով չի եղել մեր Սուլտան Համիդն անգամ չի միջամտել, շատ անգամ, ցարեր վախեցել են ուղիղ գործեր, եւ ահա լցվում են մարդիկ, ընտրում են միլիցիա բան, չգիտեմ ու, եւ ընտրում են նույն օրն էլ Վազգեն Սարգսյանի հարցն են լուծում, որովհետեւ ինձ թվում է դե Գրաչովի խաթրին չէր կարող անցնել, ենթադրում եմ, որովհետեւ մտերիմ են եւ երևի ասել են դե մի հատ ձեռի այդ բաները, այս բոլորը պիտի բարձվի, եւ այսօրով է պետության դեմ ապստամբական վիճակում եկեղեցու գլխամասը այնպես, ինչպես որ արտգործ նախարարության գլխամասը, հերթական օղակը, եւ հիմա տեսեք, երբ է հայտնվում Հայաստանի Հանրապետությունում Սամվել կոչվածը, կաթողիկոսի միսկ գնալուց հետո, այդպես է թե չէ, հիմա մենք պարտավոր չենք տրամաբանության գիտությանը դիմելու թե չէ, եւ պահանջելու մեր անվտանգության ծառայությունից հետաքննեք եւ բարձեք եւ շատ արագ լուծեք այդ հարցը։ Եվ փաստաթղթերի հետ Հիմա փաստաթղթերը, հիմա կոնտեքստի մեջ այս վիճակում չի կարող բան լինել։ Ուրեմն այն հարցը, որ Արցախի ազատության անկախության հարց լինի։ Հիմա ձեզ մի բան ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի բառերն են բառացիորեն, որտեղ սրանց հայրիկը ինքն է, կամ շատ լավ գիտի իրեն պարտադրել են հավաքել է, կամ էլ ինքն է բերել։ Հիմա ինչ ասեց մի անգամ, ասեց Արցախի հարցի իրական բովանդակությունը տիրապետում մենք 3 մարդ Հայաստանում, 3 մարդ, ես ասեմ, որն եմ ինքը պարզ է, Վարդան Օսկանյանը և Ժիրայր Լիպարիտյանը, Ժիրայրը հիմա ոնց որ թե անցել է Հայաստանի Հանրապետության կողմը, այն օրը հրաժարվեց իր շեֆի մասին լավ բառ ասելուց։ Հանրայինի Չէ, այո, եւ շատ իրական բովանդակային հարցազրույցեր, ովքեր որ իրեն շշմել են, թե այս մարդու ինչ է պատահել, բայց լավ է որ վերադարձել է, թող հիմա ասի թե 3-ից մեկը ինքն է թե չէ, եւ ասի ինչ է եղել, եւ չի եղել այն բարձ է որ բովանդակություն նվանի։ Ես ձեզ անձնական մի բան ասեմ անուն չասելով, որտեվ ես ժամանակին, չգիտեմ, քան տարի առաջ էր, ինչ որ հարցով Սևրի հարցի քննարկումներով Փարիզում էի, մի պատվիրակության հետ։ Մի հայտնի գեներալ կա, որը շատ դերակատար էր, որը իմ կողմից շատ հարգված եւ այլն, այդ քննարկումներ բան ես առանձին չուզեցի բոլորի մոտ հարցը տալ, առանձնացանք եւ ասեցի, պարոն գեներալ, ինչու եւ լախը չխփեցիք 94 թվին։ Հա գիտեք, ես բառացի եմ ասում, այսպես հանկարծակի եկավ, դե հանկարծակի խոսքի մեջ, ասեց հասկացել ես։ Ես էլ զարմացա, ասի, բայց ինքը մտածեց ինձ ես չվիրավորվեցի, ասի ինչու չխփեցիք, ասի ես վիճակի իշխան է տևելու, դա եղել է մի քանի տա, Սերժի իշխանության վերջի շրջանն է, ինչ է լինելու մեր վիճակը, ասի ինչու չխփեցիք, դե ես ասի ռուսներ չթողին, որ ես կռիվը շարունակվի հավերժ, երբ որ իրենց պետք է, կարող եք Եթե անձնականով ես կարող եմ ասել իրեն հարցրեք, սա եղել է թե չէ, երկար խոսակցություն է եղել։ Ու ասել եմ ձեր հաղթանակի իմաստը որն էր։ Մեր հաղթանակի իմաստը ի՞նչն էր։ Այսպես, հիմա ասում են թե զենք չկար, բան չկար, հիմա Ալիևն էլ չուներ։
բայց գնեց արեց, սրանք երեք նայում եմ այդ Ինչու՞ չուներ Ալիևը, Արմեն Աշոտյանն ասում է Սերժը տղա էր, որ դեռ այդ ժամանակ մեզ տղա պետք չի եղել, մեզ Աշոտյանի ուղեղը չի աշխատում, մեզ պետական գործիչներ են պետք, որոնք պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը, մեզ ոչ թե գողեր են պետք, մեզ գեներալներ են պետք, տղայական պետք չի, գողապետության այդ պանյաճաներով Հայաստան չեք կառուցի, ինչպես որ ապացուցվեց, երեք առաջ օրը համացանցում եմ տեսել, Են մի տեսել եմ ինչ ասեմ, այստեղից մինչև Լոս Անջելես մի հատ տեղյակ Սերժի տեղյակն է։ Ես ինչու չեք պետականացնում, եթե իրենն է, նա ով է։ Հենց այդտեղ էլ ստեղծեք զինվորների առողջության վերականգնման կենտրոն։ Ինչու չեք անում։ Սերժը ով է, ինչու եք փաստաթղթերը դեպում ունեցվածքը չեք վերցնում։ Հայրով են, մայրով են, այդ բոլոր արյան քրտինքով եղել, չէ՞ բանակի։ Են նրանք ովքեր այս երկիրը այսպես պաշտպանել են, չէ՞։ Բա մենք ես կամ բան ենք փրկել։ Դուք պատկերացնում եք այս վիճակը, որ նայում ես, խելագարության աշճան է, հավատացել ենք իրենց։ Համարել են գեներալ, ես են Լևոն Մնացականյանը գիտեք ինչքան եմ համագրել։ Ասել եք։ Հա, ուրիշին էլ կարող եմ ասել։ Իսկապես Մենք ունենք, որ մենք մեր ժողովրդին հավատացել ենք։ Հիմա այս կոնտեքստի մեջ փաստաթղթեր։ Ընդ որում փաստաթղթերի հետ կապված մի միտք էլ ասեմ, լսեմ ձեզ եւ Արմեն Աշոտյանը ամեն դեպքում իրեն ենք նշում, որտեղ Սերժ Սարգսյանի հետ կապված ինքն է խոսել, ասում է, որ հրապարակված փաստաթղթերը դրանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական տապանակարն են։ Ուրեմն ես հիմա պետք է ինչ ուզում եմ ասեն, հա, ինչ ուզում եմ ասեն Քաղաքագետը, ինչպես ասում են, կեղծելու իրավունք չունի ժողովրդի հետ իր երկրորդ։ Ուրեմն պատմության մեջ վարչապետը կմնա նա, ինչ որ մնացելու է եւ կմնա պետության համար կռիվ տվող անձնավորություն իր չափերով, մեր հնարավորություններով եւ ես կարող եմ ասել, եթե ուրեմն ռեֆորմատոր կարող է լինել, եթե շարունակի սա, ինչ որ սկսել է։ Դա կմնա, մնացածը ժամանակը կմաքրի, եթե ես եմ սխալ, ես սխալ կմնամ, Աշոտյանը ընդմիշտ սխալ է ու սխալ կմնա։ Ես չեմ կասկածում, որ այս հարցի լուծումից հետո էլի վարչապետը մնալու է առաջի տեղը, իրենք մնալու են ուրեմն այնտեղ, որտեղ նախատեսված է։ Փաստաթղթերի հրապարակումը համարում եք, որ Ինչ, փաստաթղթերը զզվցերը նրանք էլ հանեցի չէին անում էլի։ Իրենք Ես կուսակրոն արքեպիսկոպոսների պես են, 4 կնիկ ունեն, բայց կույս են։ Կամ նա եղեք, կամ էլ տղա մարդավարի ասեք այսպես չի, կամ էլ տուն գնացեք, ինչ եք ուզում։ Հիմա սրանք ինձ թվում է տուն գնալ չեն կարող, ինչու։ Ու Մոսկվան քեղտի, Կոպերկինի բաներն են, չէ, հաճախորդներն են։ Կոպերկինը երևի նայում է ինչ են անում։ Հիմա, բայց ուրիշները կգնային, դուք տեսել եք աշխարհում երկիր, որտեղ Գողությամբ, գանձագողությամբ հարստացած զանգված ապստամբի պետության դեմ եւ այսպես մեծ ու մեծ բրդի։ Տեսել եք։ Այսինքն խնդրակ վիճակ է։ Այն միջին զինվոր տվող, ուսանող տվող, խեղճ ու կրակ ապրած, տանջանքով բանով զանգվածն է կպել իր պետականությանը։ Դուք տեսել եք մի երկիր, մի ժողովուրդ, որի միջին մտավորականը թշնամի է իր պետությանն ու իր ժողովրդին, ակադեմիայի գլխավորությամբ։ Այ ինչ եմ ուզում ասել, սրանք պիտի արագ լուծվեն, բայց այս լուծումները շատ մոտիկ են։ Կաթողիկոսը տեսնեք տակից էլ ինչ են անելու։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի եւ լսեմ ձեր կարծիքը դեկտեմբերի 10-ին լինելու է եպիսկոպոսած ժողովը, ինչ սպասել դրանից։ Հարգելի հայրենակիցներ, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը, հետեւեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր, 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, ամփոփենք փաստաթղթերի հրապարակումը եկեղեցու հետ կապված։ Մի բան կապված։ ավելացնեմ նյութին, որովհետեւ ամբողջական լինի։ 16 թվականին Կարագանով Պուտինի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն է, հիմա էլ կա քաղաքագետ են, այն որ ասում են Գոշ կարդինալ, շատ խելոք մարդ է, եւ ունի հարցազրույց հուլիսին է շպիկելու գերմանական։ Այնտեղ մի հարց կա։ Ես դա հրապարակել եմ, կարիք լինել Facebook-ի էջում դեմ։ Հարցնում են, թե դուք չեք վախանում, որ ձեր մերձավոր արտասահմանը, որ ձևը չի, դե մերձավոր դրել է, որ կպած մնա ռուսներին, էլի, անունը, չեք վախենում, որ դրանք ձեզ կարող է հեռանան, չէ ասում է, ասում են ինչ, ինտերվենցիա եք անելու, ռազմը չէ ասում է, մենք ասում է դրանց վերնախավերին գնել ենք, փչացրել ենք, այ փչացածներն են, փչացրել ենք, իրենք մեզից փոխվել չեն կարող, վերնախավի մասին է խոսքը, իհարկե ճակերտավոր, ասեք հիմա, շպիգելում, թոնային ստուգել, Նաշոտյանին առաջարկում եմ կարդալ, այդ իրենց վերաբերում է թե չէ։ Քիվեստի փաստաթուղթը չի հրապարակվել։ Դե գիտեք ինչ կա, բաներ կան, որ ես չգիտեմ, ինձ թվում է այստեղ հարկադրական է հրապարակում, չեմ կարող երաշխավորել տրամանջունով Դրանպես փաստաթղթեր ասում եք այս սովորաբար արխիվները չեն հրապարակում, որովհետև հիմա ամեն չեն կարդում, հիմա Բաքվում կդնեն, կվերլուծեն, ասածի հակառակը կհաստատեն, Անկարա, Թեհրան, Մոսկվա եւ այլն, ամենտեղ։ Ուրեմն դրա համար պետությունները ժամկետ ունեն, հավանաբար հարկադրված, որ լռեն կամ տպել են, բայց նաև կան փաստաթղթեր, որ ես այդպես ենթադրում եմ, ընդմիշտ չպետք է հրապարակվի։ Ռուսները երբեք փաստաթղթեր չեն հրապարակել, ժամկետել չունեն։ Անգլիացիք են, կարծեմ 30 տարի են հրապարակում եւ այլն։ Ուզում եմ ասել, ես չեմ կարող պատասխանել, բայց ես դեմ եմ ամեն մանրուքներ, որովհետեւ քաղաքականությունն ինչ է։ Ուրեմն պիտի իմանաք ինչ են խոսում, ինչու են այդպես խոսում, ինչը չեն ասում, ինչ ասում են։ Այսինքն, այն դրանցից հետո է ճշմարտությունը, ինչ ասելը սխալն է։
եւ այլն, էլի, այսպես վերլուծության մեթոդներ են, ուզում եմ ասել, անցնենք առաջ այդ բանից, չեմ կարող ասել, ես դեմ եմ այդ հրապարակումներին, բայց իրենց պարագայով պիտի նաեւ ունեցվածքի եւ այլնի բոլոր հարցերը լցնեն մեջտեղ։ Բոլորին իսկական իշկան ունես Սերժի դղյակը պիտի բացատրեն Սերան Օհանյանի այդ Վերսալյան պալատից շատ ավելի մեծ էր ոնց որ թե ինչ իրավունքով ես սրանք պիտի պետականացվեն առանց հորքուր մորքուրի առանց կուսության առանց չգիտեմ ինչի որ դա ազգային սեփականություն եւ իրենցը չի մայը մեղադրական դա երկիրը պատրը տվել է իրենց պատճառով եւ այդ ունեցվածքը զենքի չի վերածված եղել էսքան բան Եվ դեկտեմբերի 10-ին լինելու է ժողովը Հիմա ժողովն էլ ինչ եմ ասում ինչ կլինի ես ուզում եմ ասեմ հետեւյալը որ կրկնեմ իմ ասածը հարգելի սրբազաններ այսպես այս եկեղեցու արչեւ դուք պարտավորություն ունեք Դուք կոնկրետ Մոսկվայի արչև ոչ մի պարտավորություն չունեք, ոչ էլ Քոչարյան, այսինքն գողապետության եւ նրա պարագլուխների արչև պարտավորություն չունեք, ըստ մոր ծննդի, ըստ Հայաստանի Հանրապետության պետական շահերի եւ ըստ խորենացու, էլի բանը Գրիգոր Լուսավորչի արչև պատասխանատու եք։ Չնայած մեծ մասը իրեն չեք հավատում, բայց պարտավոր եք, թե չէ կարող խորվիրաբի դեպք կլինի։ Ձեզ էլ պիտի փոսը կծեն հանեն որ փոխվեք ինչ եմ ասում այս եկեղեցին ձեզ հետ միասին եւ մեր եկեղեցին պիտի վերականգնենք վերակառուցենք եւ տնենք մեր ժողովրդի տրամադրության տակ դուք եք այդ բոլորն անելու մեծ մասով դուք ինչ եք ուզում ինչ եք կպել Լուկաշենկոյի բարեկամներից Կիրիլի արազատներից ինչ եք կպել ինչ եք ուզում առաջարկում եմ այդ օրը հարցը վերջնական փակել եւ երկրորդը բայց իշխանություններին առաջ հնար գտնել մինչև ամսի 10-ը նոր ունենանք կաթողիկոսի տեղապահ նոր կաթողիկոսի նոր տեղապահով պիտի անցկացվի այդ խորհուրդը դա իշխանություն է պետություն է աշխարհի բոլոր մայրաքաղաքներում սա դուք եմ ասում բոլոր Երևանում եւ այլն Երևան Պիտի տեսնեն, որ Հայաստանի իշխանությունը կայուն է, ունի կամք եւ իր քաղաքական որոշումները անբեկանելի են։ Մինչև ամսի 10-ը այս կաթողիկոսը պիտի լինի ուրիշ տեղ, աթոռին պիտի լստի կամ տեղապահը, որտեղ չեն հասցնի եւ այդ չի։ Եվ մենք կունենանք նոր կաթողիկոս, նորոք եկեղեցիով։ Մենք բոլորով կհամախմբվենք եւ մեր եկեղեցին եւ մեր հոգեվոր կյանքը կվերականգնենք շատ արագ աշխարհով մեկ։ Եվ Հայաստանը 5 միլիոն եվրո կստանա ԵՄ-ից ընտրությունների նախաշեմին, ապա տեղեկատվության դեմ պայքարելու համար հայտարարեց Մարտակոսը։ Քիչ է։ 15 միլիոն եվրոյի մասին է խոսում է կայականասը։ Եվրոմիջանը ես պետք է ասեմ, դուք պետք է մոտավոր հաշվեք Ռուսաստանը, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը այսքան գումար է ծախսում, այստեղի օլիգարխների փողի հետ միասին։ Հա, այդ բոլորը պետք է անեք, ինձ թվում է 5 միլիարդ է պետք, 5 միլիոն քիչ է։ Մոտավորապես ինչքան է մեզ պետք այդ Չմանուցա տանը, բայց տեղեկատվության արդյունավետություն է պետք։ Մի մասն էլ պիտի փակվեն, նկատի ունեցեք։ Օրինակ ընտրություններին չպիտի մասնակցեն ռադիկալ բոլոր կազմակերպությունները։ Ասում են, որ այս ամենը տրվում է ռուսական հենց տեղեկատվության դեմ պայքարելու։ Ես ուրիշ կասկած ունեմ, հանկարծ դա չլինի, որ վերջում տեսնենք, որ դա Փարիզով եկող ռուսական փող է։ Ադրանց զգուշացնում։ Նույնիսկ դուք մտավախություն Ես ունեմ, չէ, իրենցը կոնկրետ չունեմ, բայց ես վախենում եմ, որովհետև ռուսները սովորություն ունեն, իրենց շպիոնների հետ հանդիպում են Բոյենոս Այրեսում, Անտարկտիդայում, Ամերիկայում եւ այլն։ Դա էլ խապկանք է, էլի։ Պարոն Շիրինյան, Նման բաներ։ Այսօր այսքանով ավարտում ենք մեր ժամանակը մոտենում է ավարտին հաջորդ անգամ ամեն դեպքում այս փաստաթղթերի հետ կապված կլինեն քննարկումներ ամսի 10-ն էլ կլինի եթե ոչ Դե չի լինի ասեմ ձեզ հիմա սրանք պետք է բրտրթան պետք է հերքեն Վարչապետը ինձեւի բան է արել որ սրանք հալից ընկնեն պետք է չէ մի 4 ամիս պետք է ասեմ մենք չենք մենք գույս ենք մյուսներն էին ասում քոքից պետք է մաշեցնենք մաշում են էլի հիմա այդ մարդիկ իրենց լրատվություններով տեղափոխվեցին իրենց կուսությունն ապացուցելու խնդրի վրա որը Պարզ է որ այդ գործը եղել են Մոսկվայի պրոքսիներ այսքան բան ինչ է եւ որտեւ իրենց ծերնդու եղել գողոպտել են թալաներն են հարստացել են ուղղակի չեն հաշվել Թումանյանը անխելք մարդու բարական մեր համար հանճարեղ է չեն մտածել որ կարող է վերջում գելի փայ լինեն արել են այդ մեկը չեն հիմա գելի փայ են եղել
Շնորհակալություն եմ Խնդրեմ։ Պարոն Շիրինյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։